Սիրելի հայրենակիցներ, ինչի համար ենք մենք այսօր այստեղ։ Մենք այսօր այստեղ ենք, որ արդարության մեր ձայնը բարձրացնենք։ Մենք այսօր այստեղ չենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման եվրոպական կառույցներից քաղաքական զորակցություն ակնկալելու համար։ Մենք այստեղ չենք Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտություն ակնկալելու համար։ Առհասարակ Հայաստանում ընդդիմությունը որևէ կենտրոնից ներքաղաքական միջամտություն չի ակնկալում։ 2001 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը սահմանել են 4 չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի անձը արդյոք քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Բոլոր մեր ընկերների նկարները, որոնք այսօր այստեղ պահված են, նրանք բոլորը բավարարում են այդ 4 չափորոշիչներին։ Մենք Հայաստանում այսօր ունենք աննախադեպ թվով բանտարկյալներ, եւ մեր ակնկալիքն է, որ մեր եվրոպացի գործընկերները եւ առաջին հերթին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, որը ի պաշտոնե պարտավոր է խոսել այս մասին, տալ քաղաքական գնահատական Հայաստանի իշխանություններից պահանջել վերջ տալ դատական համակարգի քաղաքականացմանը, վերադառնալ օրենքի գերակայության տիրույթ։ Եվրոպական կառույցները չպետք է թույլ տան, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն այդ միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն հավատացել ենք եվրոպական արժեքներին, որովհետև այդ արժեքները հիմնված են եղել իրավական հենքի վրա։ Մենք չենք հավատացել այդ արժեքներին, մենք չենք գնացել այդ արժեքների հետևից, մենք եվրոպական ինտեգրացիայի չենք գնացել աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այդ արժեքների հետևից գնացել ենք Հայաստանում ժողովրդավարություն ամրապնդելու համար, Հայաստանում օրենքի գերակայություն ամրապնդելու համար։ Եվ այսօր մեր եվրոպացի գործընկերներից մեր ակնկալիքը հետևյալն է, որ Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա աչք չփակեն աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ ելնելով, այնպես ինչպես մենք եվրոպական արժեքների հետևից գնացել ենք առանց աշխարհաքաղաքական նպատակահարմարության։ Եվ մեր այսօր մեր պահանջը շատ հստակ է՝ խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում են միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Եվ նաև վերջին իրադարձությունները, որոնք տեղ են գտել Եվրոպայում, եւ հատկապես Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից 3 ընդունված բանաձևը, որտեղ հստակ խոսք կա հայ գերիների մասին, արցախահայության վերադարձի իրավունքի մասին, հույս է ներշնչում, որ համապատասխան աշխատանքի հետևողականության դեպքում մենք կարող ենք եվրոպացի մեր գործընկերներից կամ նրանցից ոմանց բերել այն դաշտը, որ նրանք խոսեն իրավունքից, խոսեն արդարությունից, խոսեն իրավունքի գերակայությունից եւ այն բոլոր խնդիրներից, որոնք տեղավորվում են եվրոպական արժեքների համատեքստում։ Այսօր մեր պահանջը շատ հստակ է՝ խոսեք արդարությունից առանց քաղաքական նպատակահարմարության եւ ազատություն մեր բոլոր քաղաքբանտարկյալներին։